բոլորովին վերջերս հանգամանքների բերումով հայտնվեցի մի իրավիճակում, որ կրող դարձա մի ինֆորմացիայի, որի հետ կապված պետք է մտածեի ինչպես վարվեմ։ Իրավիճակը հետևյալն էր, ես տեղեկացա, որ մի երիտասարդ կին ենթարկվել է ամուսնու կողմից բռնության, իսկ ավելի կոնկրետ ծեծի, եւ ունի նաեւ վնասվածքներ, տեսանելի վնասվածքներ, եւ նաեւ հանգամանքների բերումով տեղեկացա, որ դա առաջին դեպքն էլ չէր, դա պարբերաբար կրկնվող իրավիճակ էր։ Բնականաբար իմ հորդորն էր դիմել ոստիկանություն, բայց նաեւ ակնհայտ էր, որ տվյալ կինը ուղղակի վախենում է դիմել ոստիկանություն, վրեժխնդրությունից է վախենում, իմ բոլոր հորդորները, որ դա հանցագործություն է, քրեական հանցագործություն է, կդատապարտվի, արժանանում էին հերթական վախի դրսևորմանը, իսկ եթե 2 տարի օրինակ բանտում անցկացնելուց հետո վերադառնա եւ ինձնից վրեժ լուծի, եւ այսպես շարունակ։ Եվ ես մտածում էի, ինչ պետք է ես անեմ, որպես տվյալ տեղեկատվության կրող անձ, որովհետև նաեւ մանրամասներ իմացա, որ դեպքի պահին աղմուկ է եղել բնականաբար բնակարանում եւ միջանցքում հարևաններ են եղել, որոնցից ոչ ոք ոչինչ չի էլ ձեռնարկել, քար լռություն, եւ ես մտածում էի, ես արդյոք պետք է նմանվեմ, այսինքն նույն կերպ ինձ դրսևորեմ եւ ես ինքս նույնպես լռություն պահպանեմ, թեև արդեն այդ ինֆորմացիային հասանելիություն եմ ունեցել։ Բնականաբար չարեցի նույն բանը, իմ պատասխանատվությունը, սոցիալական պատասխանատվությունը, որպես կին կնոջ ուղղված սոլիդարությունը եւ կարեկցանքը եւ պարտքի զգացողությունը առհասարակ ինձ ստիպեց գործողություններ ձեռնարկել եւ ես որոշակի գործողություններ ձեռնարկեցի, ինչի ականատես եղա եւ ինչի հանդիպեցի այդ ընթացքում։ Նախ ասեմ, որ այդ ամբողջ ընթացքում, երբ կնոջ գլխին են հարվածել, գլխին է հարվածել ամուսինը, մարմնի այլ մասերին է հատվածել, շպրտել է պատով տվել ամբողջությամբ 2 մանկահասակ երեխաներ, այդ ամբողջին հետևել են խարացած ամբողջ այդ ընթացքին հետևել են այդ երեխաները եւ նորից եմ կրկնում ոչ առաջին անգամ տարիներ շարունակ։ Բայց ես ինչի հետ բախվեցի այդ գործողության դիմելու արդյունքում։ Ես անտեսանելի մթնոլորտում անտեսանելի վերաբերմունք զգացի տվյալ կնոջ հանդեպ, տվյալ իրավիճակում զոհի հանդեպ, որը ինչպես դրսևորվեց, ուզում եմ կիսել ձեզ հետ։ Օրինակ հաղորդում ներկայացնելու ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչները բավական ագրեսիվ ձևով հարց էին ուղղում, արդյոք նա չի պատրաստվում հետ կանգնել կամ կհաստատի տվյալ տեղեկատվությունը, որ ինքը բռնության է ենթարկվել, ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից եւ հարց էր հիպոթետիկ հնչում, իսկ եթե ինքը քննիչին ասի, որ ոչ նման բան չկա։ Ես ինքս ինձ էի հարց տալիս, եթե կինը, որը այնքան անպաշտպան է, որ պարբերաբար ծեծի է ենթարկվում ամուսնու կողմից, այնքան անպաշտպան է, որ անձամբ դժվարանում է դիմել իրավապահներին, այնքան անպաշտպան է, որ վախենում է միևնույն է ամուսինը կհասնի իրան եւ վրեժ կլուծի իր քայլերի համար, հիմա կանգնած է ընտրության առաջ, իրավապահների կողմից ճնշման առաջ անպայման հաստատել տվյալ տեղեկատվությունը, ամուսնու հետ առերեսվել եւ այլն։ Եվ ես ինձ հարց եմ տալիս, եթե այդ կինը, եթե ակնհայտ է բռնությունը, ակնհայտ են ծեծի հետքերը, առողջությանը հասցված վնասները եւ այլն, բայց նաեւ ակնհայտ է, որ վախի ազդեցության տակ կինը հրաժարվում է հաստատել եւ ասում է ոչ, ընկել եմ, սայթաքել եմ։ Ինչ ենք անում մենք եւ ինչ է անում իրավապահ համակարգը, ասում է շնորհակալություն, ստեսություն, ձեզ երջանիկ ծերություն, նախ չհասկացա այդ իրավիճակը եւ երկրորդ նաեւ բախվեցի մեկ ուրիշ իրավիճակի հետ, երբ հոգեբանը այս կնոջը ասել է ես քեզ հետ անպայման կաշխատեմ, խոսքը գնում է հավանաբար
Մասնագետը ով գուցե եւ անվճար էր առաջարկում այս կնոջ հետ աշխատել, բայց պայման է դրել, ասել է մի պայմանով կաշխատեմ ես քեզ հետ, եթե դու չվերադառնաս նրա մոտ, այդ տղամարդու մոտ, ամուսնու մոտ։ Ստացվում է, որ կինը, որը ունի բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որը ենթարկվել է բռնության ենթարկված անձը, արդեն համարժեք չէ մնացած բոլոր մարդկանց, իրավապահներին, ոստիկաններին, քննիչներին, համարժեք չէ, նույն հարթության վրա չէ, նույնիսկ պատահական անցորդին, եթե նա նույնպես բռնության ենթարկված չէ, եւ նրանից պահանջել, որ ինքը հենց հիմա ասի, որ երբևէ չի վերադառնա, հոգեբան իմ համեստ կարծիքով հոգեբանի ամբողջ աշխատանքի իմաստն այն է, որ անի այնպես, ինչպես լավ կլինի իր պացիենտին կամ բռնության ենթարկված անձին հանի այդ տրավմատիկ իրավիճակից եւ այլն, բայց պարզվում է, որ մենք կարող ենք ուղղակի պայմաններ դնել, ասել մենք քեզ հետ կաշխատեմ, եթե ասես, որ չես վերադառնա, իբր իմ աշխատանքը ջուր չգցես, բայց իմ կարծիքով աշխատանքի ամբողջ իմաստը հենց նման հանգույցները բացահայտելն է եւ առհասարակ տուժողին, զոհին օգնելն է։ Դա է պատասխանատվությունը եւ դա է միակ անելիքը, որ բոլորը պիտի անեն, բայց դա է, որ ես ապշած եղա տեսնելով, որ եւ առհասարակ ակնհայտ իրավիճակ էր, որ տվյալ կինը ավելի շատ ագրեսիայի է արժանանում, ավելի շատ վատ վերաբերմունքի է արժանանում, քան ուղիղ հակառակը։ Սա խորհելու առիթ տվեց, իհարկե, եւ ես ուզեցի վիճակագրական տվյալներ, թե տարեկան Հայաստանում քանի ընտանեկան բռնության դեպք է լինում, կանանց նկատմամբ քանի դեպք է լինում, ինչպես է արձանագրվում եւ այսպես շարունակ, եւ հետեւյալ պատկերը եղավ 2025 թվականին ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ դիմել է 1444 կին շահառու եւ 79 կին շահառու ապաստարանի ծառայությունից։ Մոտավորապես մինչեւ 2000 կին է դիմել, Հայաստանում օրենքն է ընդունվել կանանց բռնության կանխարգելման թեմայով ինչ որ մի օրենք, շրջանակներում ապաստարաններ են ստեղծվում, հասարակական կազմակերպություններ կան, որ այս հարցերով են զբաղվում, բայց բոլորն իրար հետ խոսքը գնում է մոտ 2000 կնոջ մասին, ովքեր դիմում են եւ օգտվում են այդ ամբողջ ստեղծված հնարավորություններից։ Մեկ ուրիշ վիճակագրությունը վերաբերվում է քննչական կոմիտեին, ըստ որի ընտանեկան բռնության, այսպես ասած, դեպքով 2025 թվականին հարուցվել է 1768 քրեական վարույթ։ Խոսքը բայց վերաբերվում է սպանություն, առողջությանը ծանր, միջին ծանրության, թեթև ծանրության վնաս հասցնելուն, 20 դեպք արձանագրվել է հոգեկան ներգործության հիմքով, ալիմենտ չվճարելու, երեխային հակահասարակական գործունեության դրդելու, տեսակցություններ չտալու, այս բնույթի դեպքեր են եղել 2025 թվականին եւ կրկին խոսքը մինչեւ 2000 դեպքի մասին է, եւ եւս մեկ վիճակագրություն դատարան ուղարկված վարույթներով 388 մեղադրյալից 261-ը ամուսիններն են եղել, 34-ը զուգընկերները, մնացածը տատիկ, պապիկ, ծնողը երեխայի հանդեպ, մայրը, որ նորածնին է սպանել, այս տիպի դեպքերը ամբողջությամբ տեղավորվում են նման անվան տակ, որը հետո պարզվում է, որ նույնիսկ մեր քրեական օրենսգրքում գոյություն չունի։ Իսկ ինչ է ընտանեկան բռնությունը։ Ամենապարզ եւ հասանելի աղբյուրներից տեղեկանում ենք տեսնում ենք հետեւյալ պատկերը։ Ընտանեկան բռնությունը քրեական հանցագործություն է։ Այն սահմանվում է որպես ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ զուգընկերոջ հանդեպ կատարվող ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն եւ ավելի հաճախ հանդիպում է տղամարդու կողմից կնոջ նկատմամբ կատարվող բռնություն։
Եվրոպայի կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայով սահմանված է ընտանեկան բռնության 3 տեսակ՝ ֆիզիկական, 4 ֆիզիկական, սեռական, հոգեբանական եւ տնտեսական բռնության գործողություններ, որոնք կրկին արվում են ընտանիքի անդամի հանդեպ։ Ընտանեկան այս 4 ձևերը կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։ Օրինակ, ֆիզիկական բռնությունն են հետևյալ երևույթները՝ հրելը, կծելը, ծեծելը, կսմթելը, խեղդելը, ապտակելը, քերծվածքները, այրվածքներ հասցնելը եւ այլն։ Հոգեբանական բռնության դրսևորման երևույթներն են սպառնալը, վախեցնելը, հեգնելը, ծաղրելը, հայհոյելը, նվաստացնելը, արգելքներ եւ վերահսկողություն կիրառելը։ Սեռական բռնության ձևերն են բռնաբարելը, սեռական ոտնձգություններ կատարելը, սեռական հարաբերությունների հարկադրելը եւ այլն։ Եվ տնտեսական բռնության ձևեր են անձի գոյության անհրաժեշտ միջոցներից սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք, ֆինանսական միջոցներ զրկելը, նյութական կախվածություն ստեղծելը կամ իշխելու նպատակով նյութական կախվածություն ստեղծելը։ Եվ այսպես, ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության ենթարկվողների ճնշող մեծամասնությունը կանայք են, եւ հենց կանայք են ենթարկվում բռնության ամենավտանգավոր ձևերի։ ՄԱԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն աշխարհում ամեն 3-րդ կին ենթարկվում է բռնության առնվազն 1 տեսակի։ Իմ նշած 4 տեսակներից առնվազն 1 տեսակի աշխարհի ամեն 3-րդ կին ենթարկվում է։ Կան կանայք, որ ենթարկվում են 4-ին միաժամանակ։ Հայաստանում ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացված չէ։ Եվ ես երբ փորձում էի գտնել իմ հարցերի պատասխանները, փորձում էի հասկանալ այսինչ վերաբերմունք է այն կնոջ հանդեպ, այսինչ ագրեսիա է եւ այսինչ պահանջկոտ վերաբերմունք է այն կնոջ հանդեպ եւ այսինչ զրո կարեկցանք եւ զրո օգնություն է, հասկացա, որ դրա հիմքում այն է, որ մեր երկրում ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչված չէ եւ քրեականացված չէ։ Ընտանեկան բռնության մեջ հանդիպող բոլոր հանցագործությունները պարզապես եթե մեկը սպանել է կնոջը, բնականաբար դատապարտվում է սպանության հոդվածով։ Եթե մեկը կնոջը այնքան է ծեծել, որ ընկել է հիվանդանոց վերակենդանացման բաժին, դատապարտվում է կամ դատվում է ծեծի բռնության եւ այլն։ Եվ այսպես շարունակ, բոլոր ամենատարբեր, բայց որպես այդպիսին ընտանեկան բռնություն երևույթը մեզանում քրեականացված չէ, ինչը նշանակում է օրինական է։ Եվս մեկ կարևոր վիճակագրություն, բռնության ենթարկված կանանց մոտ 40%-ը հայտնում է, որ երեխաները ականատես են լինում բռնությանը, ինչը իր հերթին կարող է բերել երեխայի կողմից բռնարարի կամ բռնության ենթարկվողի վարքագծի կրկնօրինակմանը եւ բնականաբար բազմաթիվ հոգեբանական խնդիրների կարող է հանգեցնել երեխաների մոտ։ Ես ուզում եմ իմ վերած օրինակով, իմ հանդիպած օրինակով ասել այն փոքրիկ մանկահասակ երեխաները, որ տարբեր սեռի են եւ որ պարբերաբար իրենց տան պատերի ներսում տեսնում են, դողում են, իրենց ամբողջ հոգեբանությունը խախտվում է, խաթարվում է, իրենք այդ ընտանիքում սիրո փոխարեն տեսնում են ծեծ, իրենք տեսնում են մայր, որը ամբողջ ընթացքում միայն ծեծվում է, իրենք տեսնում են անառողջ հոգեբանական հարաբերություններ, այդ երեխաները ըստ բոլոր հետազոտությունների չեն կարող լիարժեք եւ առողջ հոգեբանությամբ անհատներ դառնալ տվյալ հասարակության մեջ։ Բոլոր հետազոտությունները նրա մասին են, որ բոլոր մարդկանց, հասուն մարդկանց վարքագծային շեղումները, այսպես ասած, հիմնականում բխում են հենց մանկության տարիներին իրենց կրած տրավմաների եւ ստրեսների արդյունքում։
Պետք է ասեմ նաև, որ որոշ երկրներում ընտանեկան բռնությունը համարվում է արդարացված եւ թույլատրված է օրենքով։ Նման ոչ ոք չի ասում սա Հայաստանի մասին եւ Հայաստանում նույնիսկ հանրային դիսկուրսը նրա մասին է, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ քայլեր են իրականացվում, բայց փաստը մնում է փաստ, որ եթե այն օրենքով քրեականացված չէ, դա նշանակում է թույլատրված է եւ նշանակում է օրենքով է թույլատրված։ Ես ուզում եմ սիրելի կանայք, մենք մեզ մի հարց տանք, ես ուզում եմ մենք սովորենք այս հարցի շուրջ մտածել, խորհել եւ բարձրաձայն քննարկել։ Ես ուզում եմ, որ մենք կանայքս մեզ հարց տանք, թե որն է մեր ընտանիքի մոդելը։ Արդյոք մեր ընտանիքի մոդելը այն է, որ կարելի է կնոջը վախեցնել, հեգնել, ծաղրել, ծխախոտը մարմնի վրա հանգցնել, սեռական հարաբերությունների դրդել, ֆինանսական կախվածության մեջ պահել, դիտավորյալ իշխելու նպատակով, կարելի է ծեծել, խեղդել եւ այլն եւ այսպես շարունակ։ Արդյոք սա է մեր ընտանիքի մոդելը, թե մեր ընտանիքի մոդելն է սերը եւ փոխադարձ հարգանքը։ Ես շատ եմ ուզում հորդորել կանանց չթաքնվել այս հարցից, չկեղծել, փորձել առերեսվել այս խնդրի հետ։ Առավել եւս խնդրում եմ բոլոր այն կանանց, ովքեր իրենք են ենթարկվում ընտանեկան բռնության, ծեծի եւ իմ նշած բռնություններից որևէ մեկի, դիմեն իրավապահ համակարգին, դիմեն համարձակություն ունենան, որովհետև բարձրաձայնելու դեպքում պաշտպանություն անպայման կգտնեն, որովհետև այդ բոլոր գործողությունները, եթե ոչ ընտանեկան բռնություն անվան տակ, բայց նաև քրեական հանցագործություններ են։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը ամուսինը ծեծում է, ապտակում է, ծխախոտն է հանգցնում, ես ասում եմ դեպքեր, որոնց մասին անձամբ տարիների ընթացքում տեղեկացել եմ, դրանք հանցագործություններ են, դրանք չեն կարող նորմալ համարվել ոչ մի պարագայում եւ խնդրում եմ բոլոր այն կանանց, ովքեր կրող են ինֆորմացիայի մեկ ուրիշ կնոջ մասին, իրենք անձամբ դիմեն պարզապես իրավապահ մարմիններին եւ չվախենան իրավապահ համակարգի հարցադրումներից, վստահ ես, ընդունում ես թե չես ընդունում, այդքան համարձակություն ոչ ոք թող չվախենա, որովհետեւ եթե դա կատարվում է մեկ անձի հանդեպ, այդ անձը արժանի է ոչ միայն կարեկցանքի, այլ պաշտպանության։ Այդ անձը պարտավոր է համակարգը պաշտպանել այդ անձին եւ պարտավոր է այդ անձից չպահանջել պաշտպանել սեփական անձը բռնակալից, որովհետեւ եթե կինը կարողանա իրեն պաշտպանել բռնակալից, ոչ ոք իր հետ այդպես չի վարվի։ Ակնհայտ է, որ չի կարողանում պաշտպանվել, դրա համար ունի օգնության կարիք եւ մենք որպես կանանց հանրույթ, որպես կանացի սոլիդարություն չպետք է խետ նայենք այն կնոջը, ում հանդեպ դա տեղի է ունենում եւ չպետք է նույնիսկ գերի ընկնենք այն վիճակագրությանը, որը գուցե եւ հաստատվի Հայաստանի դեպքում։ Կասկածներ կան, առավել եւս, եթե ընտանեկան բռնությունը մեզանում քրեական հանցագործություն չէ եւ թույլատրելի է եւ արդարացված, կարելի է ենթադրել, որ եթե աշխարհում ամեն երրորդ կին է ենթարկվում ընտանեկան բռնության եւ ամուսնու կողմից բռնության, Հայաստանում գուցե ամեն առաջին կինն է ենթարկվում բռնության եւ մենք կանայքս չպետք է մեր օրինակով թաքցնենք այդ բռնությունը եւ մեզ հասանելի տեղեկատվությունը նույնպես թաքցնենք եւ մեր ընտանիքների մոդելը խեղաթյուրենք եւ մեր երեխաներին եւ մեր հաջորդ սերունդների հոգեկան կերտվածքը խեղաթյուրենք։